премьер-министра Республики Армения Никола Пашиняна. Բաքվի զինվորական դատարանը մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը։ Նախորդին կայացած նիստում Արցախի նախկին պետնախարարը Հայաստանի վարչապետից բացի նաև միջնորդել էր հարցաքննել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին եւ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին։ Членов Минской группы ОБСЕ и представителей Международного комитета Красного Креста в Азербайджане. Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Վյուսալ Ալիևը սակայն նշել է, որ Հայաստանի վարչապետը, ինչպես նաև մյուս անձինք հարցաքննության ենթակա չեն, քանի որ կապ չունեն մեղադրանքի հետ եւ պահանջել է դատարանից Վարդանյանի միջնորդությունը թողնել առանց քննության։ Գործով դժողները եւս պնդել են մերժել միջնորդությունը։ Отметили, что лица, которых обвиняемый предложил привлечь к допросу, не имеют отношения к рассматриваемым в суде обвинениям. Թե ինչ հիմնավորմամբ է Ռուբեն Վարդանյանը միջնորդել Բաքվի դատարանում հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնի չէ։ Անկախ լրատվամիջոցների եւ միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատական նիստերը լուսաբանում է ադրբեջանական պետական ազերթաջ գործակալությունը, որն այս մասով որևէ տեղեկություն չի հայտնում։ Բաքվի զինվորական դատարանն ամեն դեպքում որոշել է չքննել Վարդանյանի այս միջնորդությունը։ Նիկոլ Փաշինյանին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հարցաքննելու միջնորդության մերժումից հետո Ռուբեն Վարդանյանը նաև պնդել է, որ ինքը զինծառայող չէ եւ համաձայն չէ, որ իր քրեական գործը քննվում է զինվորական դատարանում։ Указав, что он не является военнослужащим и поэтому не согласен с рассмотрением уголовного дела в отношении него в военном суде. Ի պատասխան գլխավոր դատախազի օգնականը հակադարձել է, թե քանի որ Ռուբեն Վարդանյանին վերագրվում են նաև ռազմական հանցագործություններ, հետևաբար նրա գործը քննում է Բաքվի զինվորական դատարանը եւ պահանջել է այս միջնորդությունը եւս չքննել։ Ավելի քան 2 տարի Բաքվի բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանը, որ երբևէ զինվորական պաշտոն չի զբաղեցրել, իսկ Արցախի պետնախարարի պաշտոնում աշխատեց ընդամենը 3 ամիս, մեղադրվում է 4 տասնյակից ավելի հոդվածներով, ահաբեկչությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Մերժելով բոլոր այս մեղադրանքները, Ռուբեն Վարդանյանը նախորդին դատարանում նաև հայտարարել է, որ չի ընդունում սահմանը ապօրինի հատելու հերթական մեղադրանքը։ Այս առումով Վարդանյանը միջնորդել է, որպիսի հարցաքննվեն Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատարները։ Председательствующий Зейнал Агаев отметил, что в настоящее время заседание суда продолжается. Ի պատասխան դատավորը պնդել է, թե ռուսական խաղաղապահ ուժերը որևէ կապ չունեն Վարդանյանին ներկայացված մեղադրանքի հետ եւ հետեւաբար այս միջնորդությունը եւս հրաժարվել է քննել։ Он заявил, что командование российского миротворческого контингента, ранее находившееся в Карабахе, не имеет никакого отношения к уголовному делу в отношении обвиняемого. Շուրջ 8 ամիս շարունակվող դատական նիստերում Ռուբեն Վարդանյանի գործով ցուցմունքներ են տալիս անձինք, որոնք պնդում են, թե տարբեր տարիներ վնասվածքներ են ստացել հայկական ուժերի ռազմական գործողությունների արդյունքում։ Նախորդին ցուցմունք են տվել մի քանի տասնյակ զոհված անձանց հարազատները, ինչպես նաև վիրավորումներ ստացած քաղաքացիներ, հերթով պատմել են, թե որտեղ եւ ինչ զինատեսակից են վիրավորվել։ Ըստ ազերթաջի Ռուբեն Վարդանյանը հարցեր է տվել տուժողներին, դրանց բովանդակությունը սակայն պետական լրատվամիջոցը չի հրապարակել։ Ես չունեմ որևիցե փաստ, ընդհանրապես դրանք հաղորդագրություններ են։ Գերեվարված Ռուբեն Վարդանյանի նախկին խորհրդական Մեսրոպ Արաքելյանը կասկածի տակ դնելով փակ դատավարության մասին ադրբեջանական քարոզչամեքենայի տեղեկությունները չի բացառում, որ այնինչ վերագրվում է Վարդանյանին կարող է եւ կեղծ լինել։ Հետևաբար հրաժարվելով մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու միջնորդության մասին տեղեկությունը, Մեսրոպ Արաքելյանը միայն նշում է, թե ինչ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տվյալ դեպքում ցույց տալ միջազգային հանրությանը, որ այն մեղադրանքները, որոնք ներկայացված են Բաքվի բանտերում պահվող հայերին, ամբողջությամբ կեղծ են։ Այն մեղադրանքները, որ ներկայացվում են, որ սկսած 1988 թվականից մինչև 2023 թվականը Արցախի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունները, դրանք ահաբեկչական գործողություններ են, այնինչ ակնհայտ է, որ Արցախի եւ Ադրբեջանի միջև տեղի ունեցել պատերազմ, Արցախը ինքնապաշտպանությունից ելնելով ստիպված ռազմական գործողությունների մեջ է ներկայացվել, որի շրջանակներում եւ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ հետագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արձանագրված բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնց կողմ է կազմում նաեւ Հայաստանը։ Հետևաբար Հայաստանը ունի լիարժեք հնարավորություններ այդ փաստերը ներկայացնելով գոնե միջազգային հանրությանը ապացուցել, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Արցախից Հայաստան ուղևորվելու ճանապարհին 2023-ի սեպտեմբերին գերեվարված Ռուբեն Վարդանյանի գործը Ադրբեջանն առանձնացրել է Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների վարույթից եւ առանձին է քննում։ Հաջորդ դատական նիստը սեպտեմբերի 23-ին է։